Աշնանցյանից հետո եւ Բերքահավաքին զուգահեռ ճշտվել են 2016 թվականի բերքի տակ ցանված տարածքները, որոնց մի մասը մոտ 250 հեկտար ստացել են վարձակալության իրավունք, մնացած օգտագործողների տարածքների ճշտման ու լրացման գործընթացը շարունակվում է։ Այս տարվա բերքի տակ հադրութի շրջանի հողատարածքներում ընդհանուր առմամբ ավելի քան 10,000 հեկտար աշնանացան է կատարվել եւ չնայած վայելահողերի գերակշիռ մասում, հատկապես պետպահուստային ֆոնդի տարածքներում կատարվել է միավար, այդուհանդերձ հողագործները առատ բերք են ստացել։ Մայիս եւ հունիս ամիսներին տեղացած հորդառատան ձրևներն ու կարկուտը լուրջ վնաս են հասցրել շրջանի հարավային թևին, 100%-ով ոչնչացվել է արևածաղկի աշնանացան հացահատիկայինների դաշտերը, խաղողի եւ նռան այգիները, առաջամուղի համայնքապատկան ողջ հողատարածքները։ Հունձ է կատարվել 9800 հեկտարում, 3576 հեկտար ցորենի դաշտերից միջին բերքատվությունը կազմել է 27.5 ցենտներ, իսկ գարու 6484 հեկտարից միջինը 21.5 ցենտներ։ Կառավարության ղեկավարը ներկայացված ցուցանիշների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել եւ նշել, որ բերքի մշակման աշխատանքները տնտեսվարողների կողմից գտնվում են մեծ մասամբ ոչ պատշաճ վիճակում։ Եթե 2015 թվականին մենք մեր երկրում կատարեինք ճիշտ 15 թվականի աշնանը կատարեինք ճիշտ մշակումներ, հետագայում էլ պահպանելով այդ պայմանները, միջին բերքատվությունը մեր երկրում կլիներ 40-45 ցենտներ։ Ընդհանուր։ Իսկ 25-ից չի անցնում։ Այսինքն 20 ցենտներ բերքա 110,000 տոննա ցորեն կորցրել ենք մեր անտարբերության արդյունքում։ Վարչապետը օգտագործողներին հորդորում է գարության կատարվածությունները նվազեցնել, փոխարենը ավելացնելով ցորենի դաշտերը։ Խնդիր կա նաև աշնանացանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման առումով, որը պահանջվում է բերքահավաքից անմիջապես հետո։ Հիմիկվանից պլանավորեցիք ձեր աշխատանքներին։ Շարունակվելու է գառնանացանի աջակցության ծրագիրը նաև 17 թվականին։ Սերմերի անվճար տրամադրում եւ մնացած բոլոր պայմաններ։ Սա ցես համար հիմք է տարածքների քանակը ավելացնիչ։ Անդրադառնալով աշնանացանի նախապատրաստական աշխատանքներին, վարչապետը դժգոհություն հայտնեց, որ դրանք ընթանում են թույլ տեմպերով։ Հադրութի համայնքների ղեկավարների եւ գյուղատնտեսների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծեց. ազատագրված հատվածը պետք է շենացնել եւ անգամիթիս հողի զիջման մասին խոսակցությունները համարում է անհիմը։ Գենադե Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։